Եթերում էքսպերտ հաղորդումն է, բարև ձեզ, իմ հյուրն է լրագրող, կինոաշխարհ կայքի խմբագիր Ռուզաննա Բագրատունյանը։ Այսօրվա զրույցի թեման համր կինոյի խոսուն կանայք են։ Այսպես է կոչվում Ռուզաննայի վերջին հանրամատչելի ժողովածուն, որը նվիրված է հայկական կինոյի սկզբնական փուլի համր կինոյում ներգրավված կանանց կյանքին եւ գործունեությանը։ Շնորհակալ եմ Ռուզաննա հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Ռուզաննա, ասում են լրագրողները ժամանակի լավագույն վավերագիրներն են, դրա վառ ապացույցներից մեկը ձեր նախորդ երկու ժողովածուներն են, որոնք նվիրված էին պատերազմական ժամանակահատվածին, մեկը կոչվում էր «Նրանց ժամանակը» եւ դրանից ավելի վաղ 2017 թվականին նրանք նկարում էին պատերազմը։ Այս երկու ժողովածուներից հետո ինչպես առաջացավ գաղափար ստեղծել մի աշխատություն, որը վերաբերվում է կինո ոլորտին։ Շնորհակալ եմ, որ հիշեցրեցիք Արցախյան պատերազմի երկու գրքերը։ Վավերագրությունը, այսպես ասեմ, այո, ժամանակի վավերագիրներն են, լրագրողները իրենց լուրերը եւ նյութերն էլ հանդիսանում են վկայությունները հետագա սերունդների համար, բայց այդ երկու գրքերը իրենք պարզապես ես գտել եմ պատերազմից 30 տարի հետո, ես եւ իմ գործընկեր Անահիտ Հարությունյանը առաջին գիրքը նրանք նկարում էին պատերազմը, մենք միասին ենք կազմել, իսկ երկրորդը ես միայնակ եմ արել եւ տպագրվել է պատերազմից հետո 20 թվականի, շատ ծանր էր այդ պատերազմի պարտությունից, զոհերից հետո առաջին պատերազմի մասին գիրք ամբողջացնել բժիշկների, բուժակների եւ բուժքույրերի մասին։ Այդուհանդերձ արդեն մթնոլորտը շատ ծանր էր ու ես անվերջ մտածում էի, ունեի մի գաղափար, որ պատերազմից առաջ էլ ունեի հայկական կինոյի կանանց համընդհանուր համապարփակ լիակատար կատալոգ ստեղծելու համար եւ դրա համար հանդիպել եմ մի քանի մարդկանց հետ, այդ թվում Ռաֆի Մովսիսյանի հետ, կինոգետ Անահիտ Հարությունյանի, որը մատենագետ է, եւ խորհրդակցել ենք ինչպես անել։ Ի վերջո ընդհանուր բան չգտանք, հետո պատերազմը սկսվեց, այդ ամենը մնաց այդպես։ Բայց արդեն պատերազմից հետո 1 տարի հետո ես հասկացա, որ պիտի անեմ ես այդ գործը։ Գոնե ես կարող եմ այդքան անել։ Բացի արխիվային աղբյուրներից, ինչ այլ աղբյուրներից եք օգտվել։ Օգտվել եմ գրականության եւ արվեստի թանգարանի ֆոնդերից, թատրոնի եւ կինոյի, ինչը վերաբերում էր համր կինոյի շրջանում, որովհետեւ դերասանուհիների մեծ մասը սկզբնական շրջանում եկել են հայկական թատրոնից, տարբեր հարթակներից։ Իսկ մյուս հատվածը դա արխիվներ, Պետլուս կինոյի արխիվը 24 թվականից մինչև 34 թվականը ներառյալ, անգամ 35-ը արդեն Պեպոյի նկարահանումներն էին սկսվում։ Եվ ընդհանրապես ուսումնասիրել եմ ամբողջ ֆինանսատնտեսական հաստիքացուցակները կադրային, որպեսզի հասկանամ այդ շրջանում կանայք ընդգրկված են եղել մեր կինոգործում։ Ես պետք է ասեմ, որ մենք անընդհատ տեսնում ենք դերասանուհիներին էկրանում եւ պատկերացումն այնպեսին է, որ այո, բայց ցավալիորեն կադրից դուրս եղել են շատ կանայք, որոնք աշխատել են հենց առաջին ֆիլմի վրա, երկրորդ ֆիլմի վրա հայկական նամուսի եւ բավականին ծանր է եղել այդ աշխատանքը։ Ընդգրկվածության ամբողջ ուսումնասիրության ընթացքում ի հայտ եկան մոտ 250-ից 300 կանայք, երբեմն կրկնվում էին եւ 24 թվականից մինչեւ 34 թվականը կին կար, որ անընդհատ հաստիքացուցակում կրկնվում էր։ Ես ձեզ ասեմ, որ այդ հաստիքացուցակներն էլ լիակատար չէին, որովհետեւ մեծ էր այդ շրջանում, նույնիսկ կինոթատրոնները Հայաստանի տարբեր ծայրերում, որ կինոկետերը բացվել էին, նրանք էլ էին մտնում այդ ցանցի մեջ ամբողջական Պետլուս կինոյի եւ ուրեմն այնտեղ էլ կանայք էին, այստեղ էլ էին եւ քիչ էր լինում, որ ամբողջական մի տարվա ամբողջ հաստիքացուցակը լիներ եւ դու պատկերացում ունենայիր։ Դրա համար ես հատ նայել եմ, որը եղել է, էլ չեմ նայել եւ դուրս եմ բերել այդ կանայք։ Այդ կանայք աշխատել են հետաքրքիր տարբեր
մասնագիտություններով։ Այդ մասնագիտություններին իրենք չեն էլ տիրապետեի սկզբանե եւ եղել են շատ կարեւոր մասնագիտություններ։ Դա երբ որ նկարում էին ժապավենը, հետո դա երևակվում էր, հետո դրանից հետո լվացվում էր եւ կոչվում էին սկլեյշիցաներ, մոնտաժի ժամանակ կպցնող։ Ես ռուսերեն եմ ասում, որովհետեւ այդպես էլ գնում էր արխիվային փաստաթղթեր։ Այո, իհարկե գրքում ես վերցանեցի նաեւ հայերեն տարբերակը, պատբորչիցա այնտեղ կար, սուշիլչիցա շորացնող եւ այդ կարգի այդ մասնագիտությունները 100 տարի առաջ օդի ջրի նման կենսական նշանակություն ունեցել հայկական այո կինոարտադրություն ունենալու եւ ֆիլմեր նկարելու համար։ Իհարկե այսօր արդեն այդ նորագույն տեխնոլոգիաները ամբողջովին կլանել են եւ դրանց մասին ոչ ոք չի հիշում։ Իսկ երբ են հայ կանայք մուտք գործել կինոաշխարհ, առհասարակ նրանց մուտքը խրախուսվել է, չի խրախուսվել հաշվի առնելով այն ժամանակները, երբ կինո ոլորտը Հայաստանում փորձում էր առաջին քայլեր անել, կինոարտադրության ոլորտը, եւ նաեւ կցանկանայի հարցին անդրադառնայիք ավանդապաշտ հասարակության կողմից կնոջ դերի ընկալման տեսանկյունից, լավ։ Շատ լավ հարց էր, որովհետեւ մեզանում անընդհատ այդ հարցադրումը լինում է կանանց ինչպես են թույլ տվել, որ մուտք գործեն կինոյի ոլորտ, ոչ միայն դերասանական հատվածում դերասանուհիների, այլ նաև աշխատանքային հենց արտադրության process-ներում։ Բայց ես ձեզ ասեմ, որ շատ հանգիստ մենք ունեցել ենք շատ կանայք կինոարտադրության մեջ հենց 24-ից, երբ որ սկսել են արտադրական process-ները, եւ մինչեւ 34-ը ամեն դեպքում իմ հետազոտածում, իսկ հետո ավելի ուշ հնչյուր շրջանում էլ շատ եւ շատ են եղել։ Ինչու այդպես։ Որևէ բան չի եղել, որտեղ սովետական տարիներին մեր կինո ստուդիան, այսպես ասենք, ստեղծվեց եւ անպայմանորեն այդ աշխատանքներում պիտի ներգրավեին նաեւ կանայք։ Թեկուզ ելնելով այն հարցից, որ սովետական տարիներին խրախուսվում էր, որ կանայք եւ տղամարդիկ հավասար են, աշխատուժն էլ քիչ էր եւ իրենք հենց պետականորեն կանայք ընդգրկվեցին աշխատանքի մեջ եւ փառք իրենց, որ աշխատեցին եւ հասան բարձունքների, որտեղ այդ կանանցի չաթերը հետագայում արդեն 30-ական թվականների սկզբներին 20-ականների վերջերին, ասենք, այդ շրջանում արդեն նրանցից շատերը սկսեցին բաժնի պետեր դառնալ, ցեխի վարիչներ եւ որոշում կայացնողներ եւ ղեկավար իրենց այդ աշխատանքում չտեսնված աշխատանք են կատարել։ Ինչ վերաբերում է դերասանուհիներին, այո, հենց 24 թվականից սկսվեց այդ Նամուս ֆիլմի, երբ որ հաստատվեց այդ սցենարը, որ պետք է Բեկնազարյանը նկարահաներ առաջին մեր գեղարվեստական ֆիլմը, սկսեցին գալ փորձնական նկարահանումների։ Ամբողջ այդ բոմոնդը, կարելի ասել, թատերական բոմոնդը այդ տարիների Օլգա Գուլազյան, Մայսուրյան, Օլգա Հասմիկը, մեր Թագուհի Հակոբյանը եւ միշտ ասում են հայ թատրոնի մայրը, բոլորը եկել էին փորձարկում, Ինա Մանուչարյանը եւ պատկերացնում եք իրանք ունենալու այդքան հմտություններ բեմարվեստի վախվխելով էին գալիս եւ անընդհատ այդ բաներից հիշողություններից մեկն ասում էր դե ես այս դերը թատրոնում եմ խաղացել, բայց կուզեմ որ դա խաղամ։ Եվ Հասմիկը շատ է ուզել որ խաղա Շպանիկի դերը։ Ուղղակի Բեկնազարյանը նայել է, Հասմիկը իր հուշերում է նայել է նկարները, ասում է դու ֆրանսուհու տեսք ունես, դու ոնց կարող ես Շպանիկ խաղալ, դու իսկական Մարիամն ես, արդեն Սուսանի մայրը։ Այսինքն թատրոնից դեպի կինո այս անցումը օգնել է հայ դերասանուհիներին ավելի հեշտ ինտեգրվել։ Այո, սկզբնական շրջանում սահուն նրանք անցան եւ փառք ու պատիվ իրենց, որ կարողացան կինոգործը անմիջապես
տեղայնացնել հենց իրենց անձերի վրա, որտեղ թատրոնում շատ ուրիշ է, թատրոնում դու անմիջապես հանդիսատեսի հետ գործ ունես, իսկ կինոյում իրենք չեն տեսնում իրանց եւ հանդիսատես չկա ու չեն պատկերացնում եւ պիտի մի հետաքրքիր պատմություն նշեմ, երբ որ 25 թվականին արդեն 1900 նայիրիում ցուցադրելու էին Նամուսը, Հասմիկը եւ Նինա Մանուչարյանը միասին ընկերներ էին գնում են, որ տեսնեն իրանց էկրանի վրա եւ անընդհատ շատ հուզված են լինում ու այդ հուզմունքից ելնելով անընդհատ Նինան ասում է Հասմիկ ջան, իզուրել Վալերիան կա չվերցրեցինք ու անընդհատ կրկնում է այ Հասմիկ ջան, իզուրել չվերցրեցինք, հիմա սիրտս կվատանա, այդքան իրանք պատասխանատու են եղել ու շատ այդ պատասխանատվությունը նաև անընդհատ մտածել են, որ գուցե իրանք չեն հաջողել, որովհետև բոլորովին այլ է կինոյում խաղալը եւ թատրոնում։ Այսպիսի պատմություններ էլ կան։ Իսկ ինչ այլ հետաքրքիր արժեքավոր դրվագներ եք բացահայտել հետազոտության ընթացքում, որոնց մասին ոչ միայն շարքային ընթերցողը նոր պետք է տեղեկանա, այլև կինովոլորտի գործիչներ ինչու՞ չեն։ Գիտեք, շատ հետաքրքիր լուսանկարներ կտա Հասմիկի ֆոնդում։ Այնտեղ Հաշին ֆիլմի մասին էր խոսքը, որտեղ նկարահանված էր Հասմիկը Արշա Օվանեսովայի հետ։ Իսկ Արշան եղել է սցենարիստ, վավերագրող եւ ռեժիսոր Մոսկվայում։ Ինքը նաև հայկական մի քանի ֆիլմերում է խաղացել եւ շատ հետաքրքիր կին է, շատ զարգացած, շատ տաղանդավոր, բացառիկ կինոն հասկացող, հատկապես վավերագրությունը շատ են խոսել իր մասին։ Եվ այդ նկարները, որ ես տեսա, ապշեցի, ասում եմ, բայց չկա կատալոգում այսպիսի բան, Հասմիկի անունը ընդհանրապես չկար, կար Արշայի անունը, հետո մտա նորից նայեցի, հետո խորհրդակցեցի, հասկացա, որ իրենք խաղացել են, բայց չի գնացել այդ կադրերը կամ ընդհանրապես այդ ֆիլմը արգելված է, որովհետև հայկական բոլշևիկյան բանտում հայտնվում է ադրբեջանցին եւ նա հասկանում է, որ հայերը եւ ադրբեջանցիները ընդհանրապես հասարակ մարդիկ իրար հետ ոչ մի խնդիր չունեն։ Դա ուղղակի քաղաքականություն է։ Եվ այդ ֆիլմը արգելվել է այդ տարիներին։ Ընդհանրապես չի էլ ցուցադրվել, փակվել է եւ վերջ։ Այդպես էլ գնացել է։ Իսկ նկարները հետո ես արդեն վերցրեցի եւ այդ նորությունը գրեցի, որ իրենք երկուսն էլ խաղացել են այդ ֆիլմում, հատկապես Հասմիկը, որ որևէ տեղ չկար այդպիսի մի բան։ Իսկ ինչպիսի դժվարությունների եք հանդիպել հետազոտական աշխատանք իրականացնելիս։ Ասեմ, որ ես օգտվել եմ գրականությունից եւ մամուլից այդ շրջանի։ Շատ եմ օգտվել եմ լիակատար մեր կատալոգից, կինոկատալոգից, բայց ինչպես կատալոգում, այնպես էլ արխիվային փաստաթղթերում միշտ բացակայել են անունները։ Ես ուզում եմ հատկապես խոսել ֆիլմերում, տիտրերում ներգրավված չեն եղել էպիզոդիկ եւ երկրորդական դերերում խաղացող կանայք։ Երբ դու ֆիլմը նայում ես, շատ կանանց ես տեսնում, բայց որևէ տեղ նույնիսկ այդ տիտրերում, տեքստային հատվածները համր ֆիլմերում չեն ասում, որ սա ով է կամ ով չի։ Այն ժամանակ ընդունված չէր։ Ինձ թվում է դա դիտավորություն չի եղել, պարզապես աշխատելու ձևը երևի այդպիսին է եղել իրենց։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ինչու չկային։ Եվ հիմնականում գրվում էր անվան առաջին տառը։ Եթե դու ծանոթ չես, Հասմիկի, Օլգայի, Գուլազյան, Մայսուրյան, Արուս Ոսկանյանի դեպքերում մենք ծանոթ ենք այդ անուններին։ Անմիջապես հասկանում ես, որ դա ինքն է, ֆիլմն էլ նայում ես, նկարով տեսնում ես։ Իսկ այդ մյուս կանայք նույնիսկ նկարներ էլ չունեն, որ դու տեսնես, լավ, այդ ով է, կամ ոչ անձնական գործ կա, ոչ անձնական թերթիկ։ Այդպես որ շատ դժվար էր։ Դերասանուհիներ կա, որ ես ստոպ կադր եմ հանել, որպեսզի լուսանկարի։ Այնտեղ որ դուք նայեք կտեսնեք, որ իր դերի շորերով է։ Ուրիշ կերպ անհնար էր։ Եվ շատ ափսոս է, որ այդ երկրորդական դերերում խաղաց դերասանուհիների մասին չկա շատ գրված։
Մինչդեռ ամենադրամատիկ սուր պահերին այդ դերասաններն իրանց մի փոքր խաղը ամբողջ կարծես իրավիճակը պարզեցնում է եւ լուծում է։ Այո, այդպիսի ես մի դերասանուհին էլ կար, որ անունը չգտա, այդպես էլ խուլի մեջ էր խաղում Շուշիկը, գեղեցիկ աղջիկ էր, շատ գեղեցիկ կինը։ Եվ դերից դրեցի մի փոքր նկար եւ գրքում էլ իր դերի անունով ինքը հանդես եկավ։ Ես ուզում եմ խոսել նաև արխիվային փաստաթղթերում եղած այդ տեղեկատվությունը, այնտեղ էլ բացակայում էր անձնական գործերը, թերթիկները եւ որպիսի մենք լիակատար պատկեր ունենայինք ամբողջական, անհրաժեշտ էր նաև նրանց կրթական ցենզը, ծագումը, ինչ ընտանիքներում են մեծացել, ինչ կրթություն են ստացել, առհասարակ ինչով են զբաղվել։ Մենք որևիցե թուղթ եւ կամ անձնական գործ, որևէ բան ես չգտա արխիվում եւ կարծում եմ, որ այդ մասով ինչ որ գտել եմ, նաեւ լավ կլիներ, որ այդ ընդհանուր պատկերը ամբողջանալու համար լինեին նաեւ այդ փաստաթղթերը։ Ցավոք սրտի դա այսպես ասած չլուծվող արգելանք էր եւ անհնար էր դա որևէ ձևով վերականգնել, որովհետեւ իրականում չկային այդ փաստաթղթերը, թե ինչպես են աշխատանքի ընդունել, ինչ են արել, ես դա արդեն չեմ կարող ասել, գուցե հետո հետազոտողները, մասնագետները, կինոյի պատմաբանները, տեսաբանները դրան ավելի հակիրճ եւ որոշակի պատասխան կունենան։ Ես կարողացել եմ հանել այդքանը եւ այդ փաստերը, որ իսկապես չկան այդ կանանց վերաբերյալ որևէ տեղեկատվություն եւ այդ փաստաթղթերում էլ հաստիկացուցակներում եւ ֆինանսականում նույնպես գրված էր առաջին տառերը կանանց։ Ուրիշ որևէ բան չկար, ազգանուն եւ տառ։ Շատ քիչ դեպքերում էր, որ նաեւ անունը ամբողջապես գրված էր։ Ես ճիշտ եմ հասկանում, որ սա առաջին համապարփակ աշխատությունն է նման մեր կինո ոլորտի պատմության։ Կանանց հետ կապված, այո, առաջին անգամ է այս հետազոտությունը եւ ես կարծում եմ, որ անշուշտ կան նաև բաց թողումներ, որոնց մասին մենք տեղյակ չենք եւ լավ կլինի, որ ընթերցողները կամ մասնագետները, ովքեր որ կծանոթանան գրքին եւ որևէ նոր բան իրենք կիմանան, որ ես չեմ կարողացել հայտնաբերել ընթացքում ուսումնասիրության, շատ ուրախ կլինեն, որ տեղեկացնենք, որպեսզի դրանք հավաքի եւ գուցե հաջորդ անգամ տպագրությունը վերահրատարակելու դեպքում այդ բոլորը ներառնվի։ Այո, դա շատ լավ կլինի։ Իսկ ո՞րն է հայկական համր կինոյի ձեր ամենասիրելի դերասանուհին կամ կին գործիչը։ Նինա Մանուչարյանը։ Ես երբ սկսեցի այս աշխատանքը անել եւ արխիվներում Նինայի արխիվը հենց կարծես մի անգամից սկսեց, երբ որ ես տեսա իր այդ օվալաձև շրջանակի մեջ լուսանկարը պրոֆիլից։ Գեղեցկագույն էր ինձ համար այդ կինը, երբ որ դու տեսնում ես իրեն, թվում է թե չէ, բայց իր դիմախաղը, շարժուձևը, ճկուն, ճարպիկ, բոլոր պարագաներում, հատկապես աչքերի խաղը, ես շատ եմ սիրում Նինային, հատկապես իր պարը, երկու տեղ նա շատ լավ պահել է Պեպոյում եւ Խուլում։ Այս տեսաշարը, որ հավաքված էր, հենց այդ հատվածը կար Նինայի։ Բոլորն էլ շատ լավն են, հետաքրքիր կանայք են, ամեն մեկը իր յուրահատկությամբ, բայց Նինային ես շատ եմ սիրում։ Եթե համեմատելու լինենք համր կինոյի ժամանակահատվածում նկարահանված դերասանուհիներին, մեր ժամանակակից ֆիլմերում նկարահանվող հայ դերասանուհիների հետ, ինչպիսի ընդհանրություններ կամ հակասություններ կարող եք նշել, հաշվի առնելով, որ համր կինոյի դեպքում ստիպված էին ավելի արտահայտչական դարձնել իրենց ժեստերը, շարժումները։ Երեք վարպետության տեսակետից մենք էլ այսօր էլ ունենք շատ հրաշալի դերասանուհիներ, շատ լավ տաղանդավոր, բայց ըստ էության համր ֆիլմերում խաղացած դերասանուհիները եւ այսօրվա դերասանները կարծում եմ, որ տարբեր իրավիճակներ են, հատկապես դերասանուհիներ, որոնք եկել էին թատերարվեստից դեպի կինո, կարծում եմ, որ տարբեր են, իրավիճակներն են տարբեր, խաղի ես չեմ կարող համեմատական տանել
այդ երկուսը իրար հետ, հատկապես երբ որ այնտեղ լրիվ համր շրջան է եղել եւ դիմախաղը ամեն ինչը աշարժու ձևը խոսքի փոխարեն եղել են իրեն ժեստերը, աչքերը, հայացքը, չգիտեմ, բերանի շարժու ձևը, այդ շատ, չգիտեմ, կամ քայլվածքը տարբեր են։ Իմ կարծիքով տարբեր են եւ մենք էլ ունենք արժանի այսօր արժանի եւ շատ գեղեցիկ հմայիչ եւ շնորհալի դերասանուհիներ։ Գուցե ես շատ լավ չեմ պատկերացնում այդ գեղարվեստականության այդ ամբողջ մանրուքները, որպեսզի նկարագրեմ, բայց շնորհալիները շատ են։ Իսկ եղել են դերասանուհիներ, որոնք խաղացել են համր ֆիլմերում եւ ժամանակի ընթացքում հեռացել են կինոլորտից եւ նրանց մասին որևէ տեղեկություն հասանելի չի եղել, թե այսօր, թե նախկինում։ Այո, այդ իմ գրքում պայմանական գլուխներից մեկը հենց չերևակված անուններ են, որոնց մասին ընդհանրապես որևիցե տեղեկություն չկա, նրանք նույնպես էպիզոդիկ դերերում խաղացել, բայց ինչու՞ չէ, նրանցից մեկը գլխավոր դերում է խաղացել Անուշ ֆիլմի մեջ եւ պատկերացնում եք հայտնի էր այդ կնոջից միայն Արզումանյան տառը չգիտեմ, Էվելինա էր, Էլմիրա էր, հետո ես նույնիսկ երաժշտական բաժին գնացի, շատ փորփրեցի, որ գուցե իրենց մոտ մնացած լինի ինչ որ Անուշից այդ դերասանուհուց որևիցե տվյալ, բայց միևնույնն է չգտա երաժշտական բաժնում էլ։ Այնպես որ հայտնի է, գլխավորները նույնիսկ հայտնի չեն։ Հետաքրքիր մի դերասանուհու ավելի շուտ պատմական, դեմքի մասին հիշատակում կա նաև ձեր ֆիլմում, ձեր գրքում, ներեցեք, խոսքը Արշալույս Մարդիկանյանի, նույն ինքը Ավրորա Մարտիկյանի մասին է, որը ցեղասպանությունից մազապուրծ փրկված հայուհին է, հայտնի, նրա անունով կա նաև մրցանակաբաշխություն, 2015 թվականից սկսված, բացի այն, որ նա խաղացել է իր հեղինակած հոշոցված Հայաստանը գրքի հիման վրա նկարահանված ֆիլմում, գլխավոր դերակատարն է եղել եւ սցենարիստը, եղել են այլ ֆիլմեր, որ առաջարկներ է ստացել։ Մարտիկանյանի դեպքում կոնցեպտը այսպիսին էր, նա լինելով ամբողջ ցեղասպանության այդ ճանապարհով անցած իր վրա զգացած այդ ամբողջ ծանրությունը եւ հետագայում ինքը գիրք է գրել եւ այդ գրքի հիման վրա ստեղծված ֆիլմում հենց ինքն է մարմնավորել։ Դա բացառիկ բան է, երբ որ ցեղասպանության ենթարկված կինը հետագայում ինքը խաղում է հենց այդ համր ֆիլմում իր դերը, ինքը իր դերը։ Դա բացառիկ բան է։ Երևույթ է ամբողջ աշխարհում, ես չգիտեմ երկրորդ նման մի բան կա, թե չկա, կարծում եմ չկա, եւ ես հենց շեշտադրումը դրված է դրա վրա։ Ինքը ես որքանով տեղյակ եմ եւ կարդացել եմ, որևէ այլ տեղ չի խաղացել, հատկապես համր, գուցե հետո խաղացել է ինքը հնչյուն շրջանում, որտեվ արևմուտքում այդ համր շրջանը ավելի շուտ ավարտվեց, քան մեր մոտ։ Եվ Ռուսաստանում 31-32 թվականներին մեր մոտ ավելի ուշ էր։ Չեմ կարող ասել, չեմ տիրապետում դրան, բայց ես որքանով ես կարդացել եմ իր մասին, որևէ տեղ ինքը չի խաղացել, որովհետև ես հիշում եմ, որ ինքը շատ ծանր շրջան ունեցավ այդ ֆիլմի արտադրությունից, հետո այդ գիրքը գրելուց հետո անընդհատ ելույթներ ունենալով վերապրելով, այո, փաստացի նա անընդհատ վերապրում էր ամեն օր ելույթեր ունենում այս կամ այն հանդիսասրահներում եւ ինքը փաստորեն հյուծվեց եւ կորցրեց առողջությունը։ Գրքում, եթե չեմ սխալվում, հենց նախաբանում էր նշված, որ սա յուրահատուկ հարգանքի տուրք է այն կանանց, որոնք նշանակալի ազդեցություն են ունեցել հայկական կինոարվեստի զարգացման գործում, ամբողջացնելով եւ ամփոփելով մեր հարցազրույցը, կարող եք արդեն համարել, որ քարեփեշից գցել եք, այսպես ասած, եւ ձեր գործը ի կատար եք ածել կոնկրետ այս փուլի վերաբերյալ։ Չեմ կարող ասել, որ ամբողջական է, որովհետև միշտ կարող են գտնվել որևէ փաստաթղթեր կամ ինչ-որ բան, եթե ոչ մեր արխիվներում, ապա դրսում
Այս պահին կարծում եմ, որ ինչ որ հնարավոր էր արել եմ ես այս առումով եւ ուսումնասիրության եւ երկու փորձագիտական ակնարկ ունենք գրքում, որոնք լույս են սփռում էլի, մեկը կինոգիտական, մյուսը կանանց հարցերով, որ այդ շրջանի կանայք ինչպեսին են եղել։ Կարծում եմ, որ այս պահին ինքը ամբողջական է։ Եթե ինչ որ բան պակաս է, ես երբեք չեմ կարող ասել, որտեվ սա գիրքը եւ անընդհատ կարող են ինչ որ նոր փաստեր ի հայտ գալ։ Դրա համար մենք հաշվի կառնենք դա եւ հաջորդ անգամ գուցե ուրիշները գիրքը վերհրատարակելուց նաեւ կներառեն այդ բոլորը։ Այս պահին կարծում եմ, այո, ինչ որ հնարավոր է այդ կանանց հարգանքի տուրքը եւս մեկ անգամ վերարժևորելով իրենց, որովհետեւ անընդհատ մոռացության եմ մատնվում։ Այսօր էլ արդեն 24 ժամը չի բավարարում, չէ՞ մեզ ապրելու համար, գործելու համար։ Պատկերացնում եք ինչ արագությամբ է սրընթաց կյանքը շարժվում եւ պատտվում։ Այնպես որ բնականաբար իրենց էլ քիչ կհիշեմ, բայց սա եւս մեկ առիթ էր իրենց հիշելու, նորից թղթին հանձնելու են ամեն ինչը, ինչ որ իրենք արել են։ Ես փորձել եմ դիմակենսագրական անել, որովհետեւ ամեն մի իրենց կյանքի փուլում մի գրքից ես հատված եմ ներմուծել եւ այդ ամբողջը մեկը մյուսին լրացնում է եւ ստացվել են իրենք գուցե ոչ շատ նորովի, բայց էլի իրենք են։ Շնորհակալ եմ արժեքավոր զրույցի եւ այս հանրամատչելի ժողովածուի համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։